Հասարակական կարգի անվտանգության ապահովման տեսանկյունից նաև եթե դիտել եք կամ եթե ցանկացել եք այդ հատվածը դիտել, պիտի նկատեիք, որ նաև թե դիմացի մուտքի մասով, թե հետևի մուտքի մասով մենք ունեցել ենք անկարգություն, որովհետև ոստիկանական ելք չէր կարողանում ապահովել տվյալ պայմաններում, անձինք փակել էին թե դիմացի մուտքը, թե հետևի մուտքը, որպեսզի ելք չապահովեր ոստիկանական կառույցը, իսկ շատ պարզ տրամաբանական, նույնիսկ պարզունակ միջոց է ոստիկանության ծառայության տեսանկյունից, որ բնականաբար ելքն ապահովելու տեսանկյունից պիտի հասարակական կարգը ապահովի, որպեսզի ծառայողները համապատասխան ձերբակալված անձանցով կարողանան դուրս գալ տվյալ շենքի ընդհանուր առմամբ ենթակառուցվածքից։ Իսկ ինչ վերաբերում է ծեծելու դրվագ, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության ծառայողները իմ հանձնարարականով ուսումնասիրել են ամբողջ process-ը, ծեծի դրվագ չի հայտնաբերվել, չի եղել կոնկրետ իրավիճակ, որը եղել է ոչ իրավաչափ, եթե մենք էլի շարունակում ենք ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը մեկնաբանել ծեծ եւ դրան վերագրել ոչ իրավաչափ process, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ մենք վաղուց այդ этаպը անցել ենք, այդ հիմնավորումների, քննարկումների փուլը անցել ենք եւ մեր համար պիտի պարզ լիներ, որ ոստիկանը ֆիզիկական ուժ գործադրելու իրավաչափ հնարավորություն ունի։ Եվ կարող է այդ իրավաչափ հնարավորության շրջանակներում առած լինեն թերություններ, խախտումներ, որոնք կարող են դառնալ քննության առարկա, բայց ֆիզիկական ուժի գործադրումը նկարագրել որպես ծեծ եւ ասել ինչու վարույթ չեք նախաձեռնել տվյալ ոստիկանի գործողությունների արդյունքներով, դա կարծում եմ նորից եմ շեշտում, մենք այդ խոսակցությունների этаպը անցել ենք։ Ինչ վերաբերում է ինձ սպասարկող տրանսպորտային միջոցին, Տիկին Գրիգորյան, մեքենան ձեռք չի բերվում Արփինե Սարգսյան անձի համար։ Մեքենան ձեռք է բերվում ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի համար եւ վստահ տեղյակ եք, որ ես պետական պահպանության ծառայությունից եմ օգտվում, պետական պահպանության տեսանկյունից կան համապատասխան չափանիշներ, ըստ այդմ հանձնարարվել է գլխավոր քարտուղարին, որպեսզի այն ժամանակահատվածի հաշվառմամբ, որը անցել է, դրա տրամաբանության մեջ նոր մեքենա ձեռք բերվի եւ մրցույթը կազմակերպվել է։ Ինձ համար, եթե ստանդարտներին համապատասխանողը ձեր նշած գնի շրջանակներում է, ուրեմն այդ գնի շրջանակներում պիտի ձեռք բերվեր մեքենան։ Եթե ստանդարտին համապատասխան լիներ այլ գնի շրջանակներում ձեռք բերվող մեքենա, բնականաբար դա կլիներ տրամաբանականը եւ ես չեմ հետաքրքրվել թե ինչ գնով, ինչ չափանիշներով եւ մնացյալով, որովհետեւ գործ ունեն գնման գործընթացի հետ, որտեղ վստահաբար ոչ իրավաչափ տեխնիկական առաջադրանք չի ներկայացվել նախարարության կողմից մրցույթի։ Շնորհակալություն։